Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, տրամադրող տեսարանա կարծում եմ, ոչինչ որ խորոված չենք անելու, իհարկե մի մասը կասի դեբոլ, այլի դու էլ այս թթուն, այս ինչ են ինչը, մի մասն էլ խորոված ի վախտ ասում։ Սա աղոր էստեղ այնտեղ խորոված անելով մանես գալի։ Ամեն դեպքում ով սիրում է դրսում հոլովակներ նայել, էս իրանց համար է։ Սիրելի հետևորդներ, մեկ անգամ եւս ասեմ, էս նվեր եմ ստացել, ճիշտն ասած, ափսոս, անունն էլ չգիտեմ գոնե, չգիտեմ ով էր, Արծվաբերդից էր, ու չգիտեմ հարսեր թե այնտեղի աղջիկ էր, ամեն դեպքում շատ շնորհակալ եմ այս տարան ինձ նվիրելու համար։ Այստեղով անցնելիս բերել են նավուր խանութում ինձ համար թողել, ես էլ այսը ոյ քորա։ Էս ինչ դու ես փակել, թե ես։ Մի խոսքով մի հնարով պյացարինք, բայց դիմեցի դահլիճի օգնությանն, էլի։ Ժողովուրդ, ինչ ենք սարքելու։ Այս միանգամից կադրում էլ խոստանամ, որ հետո ստիպված իրագործենք։ Սրանով մեկ պատրաստում ենք խառը, ինչ ասես թթու, ափսոս ծաղկակաղամբ չունեմ, նավուրի ծակարխանութներում ոչ մեկում չկար, ու հիմիկ ասեն մեկ ովքեր որ գյուղից բողոքում են ինչի համար, հենց նման բաներից են բողոքում, որ ինչ ուզում են այդ պահին չկա։ Դե այստեղից են բերդ հասնենք մի ծաղկակաղամբի համար, այդքան էլ հարմար չի։ Այս սրանով մեկ խառը թթու ենք սարքում, ու մի օր էլ տեղին խաշ ենք դնում, քանի որ խաշի սեզոնը բացված է, հոկտեմբերի 1-ից է, եթե չեմ սխալվում, արդեն ցրտերն ընկնում է ու խաշի սեզոնը համարում են բացված, չնայած մենք ամառնել ենք խաշ կերել սարում։ Ամեն դեպքում սրանով մեկ պատրաստում եմ թթու, ինչ եմ անելու հետո 3 օրից հետո կարող եմ մեջից անել, փոքր տարաների մեջ դասավորել ու ջուրը եռացնել լցնել վրան ու պահածոյացնել ձմռան համար, բայց եթե խաշի գործը կազմակերպենք, սա էլ չեմ քանդի, այս ու այն տարաներում տեղավորեմ, հենց այստեղ կուզեմ որ խաշը չոլում ուտենք իհարկե, տանը էփենք, բերենք չոլ, թե չէ դե չոլում չենք կարա սուտկով խաշ էփենք։ Ու այս թթուն էլ բացենք ու բոլ հյուրասիրենք մեր հյուրերին։ Դե ինչ շատ խոսացի, անցնենք գործողությանը։ Հիմա եկեք տեսեք մեզ ինչեր է պետք։ Սիրելի հետևորդներ, ունեմ մանր վարունգ, գազար, մաղադանոց, պետրուշկեն ու նեխուր։ Ունեմ կծուկ հաղծր ծիծակներ, կիսակարմիր ու կանաչ լոլիկ, Էսա իմիջայլոց սրանք որ կարմրում են, կարմիր լոլիկը գալաթ արեն սրանց առաջ, սրանք շատ համով են։ Ունենք դափնու տերև սխտոր, որն արդեն մաքրված է, անպայման օգտագործելու ենք նաև սև հատիկավոր պղպեղ ու այս անգամ իմպրովիզ ենք անում, խառնելու ենք նաև կաղամբ։ Կարող էինք ավելացնել նաև բազուկ, բայց որպիսի չկարմրացնի թե վարունգին, թե գազարին, թե այս մնացածին, ոչինչ, թող կաղամբն էլ այն ինչական թթուն ասպիտակ լինում, թող կաղամբն էլ այդպես լինի։ Դե ինչ, ինակիլին ասածա, գնացինք։ Սիրելի հետևորդներ, ինչ ենք անում։ Առատ կանաչի ենք լցնում ու եթե ունեք նաև չորացրած զամիթ։ Պարտադիր չի, փոքր կտրատեք, որովհետև սա թթու է ու այսպես մեծ տարայում շատ մանր հետևից ընկնելն էլ պետք չի։ Տեսեք, տախտակն ընդդիտրած ես ձեռիս եմ կտորում։ Մի լավ փունջ կանաչի, մի լավ բուռ սխտոր, մի լավ բուռ սև հատիկավոր պղպեղ, մի 5-6 հատ դափնու տերև ու իհարկե ավելացնում ենք նաև ծիծակ։ Թե կտրատած, թե ամբողջական։ Ու մեկը լրիվ տակդեղա, ոնց ասում են, ոնց որ են մանր պոժերը, լավ կծույա, մեկն էլ ենքան քաղցր ասկիվի բարը այդքան քաղցր չի։ Սրանից հետո սկսում ենք լցնել լոլիկը։ Մեջտեղից կիսում եմ, որ հավասարաչափ աղը վերցնի, կարող է լոլիկս քիչ պիրացլեմ։ Մի տազիկ էլ կարե ասեցի տղ չդի անի լիզուրյուր տանեմ։ Մի լավ շարք լոլիկ ավելացնելուց հետո կամ եթե չեք սիրում կիսել, գոնե այսպես առանց տակը առանձնացնել այսպես թողեք։ Ու այնքան որ աղը մեջ քաշի։ Ավելացնում ենք վարունգը, վարունգն էլ մի ժամ լվացել եմ, համ լավա որ ես փոքր կակազմը
փոքր վարունգն է, բայց լվանալը ժողովուրդ մի կրակ ու պատիժ։ Հատ այսքանը լվանում է սպոչերը հեռացնում։ Բայց շատ լավն էր, ասեմ։ Ահա։ Մի շարք լոլիկ, մի շարք վարունգ։ Ծավերինգի մեջ կկոդրի, ջհանդամը վերինգի դյուր ես վտարչ։ Ահա։ Սրանից հետո էլ կտրատեմ գազարը, պիտի են սիրուն գազար կտրիչս բերի։ Ձևավոր զիգզագ կտրեինք, բայց դե ոչինչ։ Կարանք ավելացնենք նաև կլոր։ Միջայլոցի մալիքում կա նաև ձևավոր թթուների պատրաստման հոլովակ, երբ սմայլիկներ եմ սարքում գազարներից։ Կլորել ասիրուն երկարելով ոնց ցանկանում է։ Հիմա այսպես որ կտրեցի, հիշեցի։ Գազարին այ այսպես սև պղպեղից։ Վայքո։ Մի խոսքով, այ այսպես աչքեր էի դրել, վարունգի կլեպից բերան ու այդպես տարայում հենց եզրի բաժնում դրել դեպի դուրս, որ դրսից սիրուն երևա։ Բայց այս նույնը կարող եք պատրաստել և բրոկոլի, և ծաղկակաղամբ, և խթա, բացի բամյան։ Ինչ որ թթու եք դնում, կարող եք խառնել։ Սա էլ գազարը։ Անցնենք կաղամբին։ Սիրելի հետևորդներ, անցանք կաղամբին։ Քանի որ կաղամբի թթու չի ու մնացած բաղադրիչները մեծ կտորներ են, այսինքն լոլիկը ընդամենը կիսած, չեմ ասում կաղամբն էլ ուղղակի կիսելու ենք ու գցենք մեջը, բայց հաստատ մեծ կտորներով ենք թողելու։ Չնայած ես առանձին կաղամբի թթուն էլ որ դնում եմ, այդպես փոքր չեմ կտրատում, սիրում եմ մեծ։ Այ տեսեք, այսպես մեծ։ Հետո որ հանենք, ափսեի մեջ կկտրատենք։ Կաղամբի այս միջուկի մասին էլ երեխա ժամանակ հիշում եմ, դե տանը թթու դնելը մի արարողակարգ էր, հիշում եք, չէ, որովհետև ձմռան համար դնում էին մեծ տակառներով, 2-3 օր զբաղվում էին, որ թթու դնելու օր է։ Այս մենք ասում ենք կոթռունջ, այս միջուկներին, կտրում էին տալի մնքել ոգևորված, հենց ուտում ինք լեի եսի մինչեր։ Լինում էր, որ կծու էր լինում, վարվում էր բերաններս, բայց ես մեկը ինքան քաղցր է։ Սիրելի հետևորդներ, նույն գործողությունը կրկնում ենք, էլի սև հատիկավոր պղպեղ, մի քանի հատ սխտոր կթողեմ, որ երեսին դնենք, մի բուր սխտոր, մի բուր դափնու տերև, այդ ուրեսքին եմ տը, պղպեղները թե կտրած, թե անկտրել, արդեն կեսը լցվեց, էլի բայց։ Առատ կանաչի անպայման ու թթվինը ճիշտն ասած նեխուրն է։ Եկեք համաձայնենք, որ նեխուրով թթուն շատ համով է։ Սամիթն էլ իհարկե, բոլորն էլ համովացնում են ճիշտն ասած, բայց պարտադիրներից են, որ մարինատ ենք սարքում, ոնց պիտի պարտադիր նեխուր լինի, չէ։ Համը էտ է տեղը բերում ու բոլոր երեխաներն էլ հենց մարինատ ենք բացում, առաջինը նեխուրի պոչերն են ուտում։ Սա էլ, սա անցնենք գազարն էլ գցենք ու անցնենք լոլիկ վարունգի։
Սիրելի հետևորդներ, տարաս արդեն լիքնա, սա 20 լիտրանոց տարայա ու մենք 3 լիտրու կեսանոց բոյ կծիլ դիեսա 3 լիտրու կեսանոց տարաներով պատրաստել եմ, նրան ավելացնում ենք մի լավ ճաշի գտալ աղ, այսինքն 3 լիտրանոցին 2 ճաշի գտալ, 6 լիտրանոցին 4 ճաշի գտալ, կարաս հաշվես 9 լիտրանոցին 6 ճաշի գտալ, 18 լիտրանոցին 12 ճաշի գտալ, 14 ճաշի գտալ էստեղ ավելացնելու ենք, 14 հիշի գոհար, ու շատ չեմ լցնում, որ երեսին տանեմ ու դե որ ջուրը լցնեմ, աղա ջուրը լցնեմ, մի քիչ կբարձրանա, որպեսզի երեսին մի ափսե կամ մի փոքր քար դնեմ, ջրի երեսը չընկնեն ու փչանան, բայց երեսին կդնեմ նաև մի քանի, այսպես ամբողջական գծու պղպեղ, որ մեր թթուն ավելի համով լինի, կլցնեմ այս վերջիս սխտորը դափնու տերևը, որը թողել էի հենց երեսին դնելու համար, մի լավ պտղունց էլի սև հատիկավոր պղպեղ ու կանաչի ներես այսքանն էլ դնենք արդեն երևի թե բավական է արդեն հոտերը խառնվել է իրար չեք պատկերացնում այս ինչ համով թթվի հոտ է գալի մի անգամից ավելացնեմ նաև աղը Ժողովուրդ, կարող եք նաև աղաջուր պատրաստել, դուք ինչպես որ պատրաստում եք։ Լիտր ջրին մի լավ ճաշի գտալ, բայց քանի որ այսպես պատրաստում ենք ու այսպես էլ է տեղը տեղին համը լինում, ավելի լավ է այսպես, ավելի հեշտ է այսպես, քանի քիթալի ասել 14 1 2 3 4 5 6 ես խոշոր արեմ լցնում 7 8 9 10 ահովը 15 12 13 14 ու վրայից լցնում ենք ջուրը Ժողովուրդ, աղը հավասարաչափ հալվելու է ու տարածվելու է չասեք, բայ այդպես աղը մնաց երեսին կամ աղը ջրի հետի չավ ներքև վերևինը կմնա առանց աղ, այդպես չի մնա, կարող եք վստահ լինել ու ասեմ նաև ինչ եմ անելու սա հետո, ասեցի եթե խաշի գանք, իհարկե խաշի էլ գանք 100 հոգով խաշի չենք գա, այս մի հարսանիքի թթու է 3 օր սենյակային ջերմաստիճան, բայց տաք չլինի, սառը տեղ 3 օր պահում ենք կիսաթթվել է լինում ու ինքը բավականին քչանում նստում է Այս տարայից թափում ենք, շարում ենք ինչ տարաների մեջ որ ցանկանում ենք, իր աղաջուրը լցնում ենք կաթսան, եռացնում ենք, հետ լցնում ենք այդ շարված զանգվածի վրա ու զակատում ենք։ Դառնում է ընտիր թթու, սա մարինատ չի, ժողովուրդ, սա թթու է։ Ոչ շատ պճպճան են, որ ասում են, վայ, ես ինչ թթու է չի ուտվում։ Ոչ էլ մարինատի նման, որ ուղղակի մարինատա թթու չի։ Ես ինչքան եմ խոսում։ Մի խոսքով ջուրը երեսին հավասար լցնում ենք, կափարիչը մի լավ ձիգ փակում ենք ու ասում ենք ուրախության լինի մեր թթուն։ Խնդրեմ Սիրելի հետևորդներ, մեր այսօրվա հոլովակն էլ այսքանով է ավարտվում, խոստանում եմ եղանակը լավ լինելու դեպքում դրսում հոլովակներ, քանի դեռ ձմեռվա ցուրտը չի եկել, անընդհատ նկարահանել ու ձեզ անմասն չթողնել դրսի հոլովակներից։ Իհարկե շատերիդ մոտ սա նորություն չէր, թթու պատրաստելը բոլորն էլ սարքում են ու նախշունի գեր չի, ինչպես ասում են, բայց դե որոշեցի, որ այս գործողությունն էլ ձեր հետ կատարեմ, քանի որ միևնույնն է տանը թե դրսում սա պիտի անեի ու եթե չնկարահանեի, դուք այսօր մնալու էիք անհոլովակ, այդպես ասեմ։
Ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակները, սիրելի դիտողներ, բաժանորդագրվեք, սեղմեք պատպիսացա, լայքեք հոլովակներս և գրեք մեկնաբանություններ, սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով, հաջողություն, ասացեք, որ օպերատրիս տեղը լավն է, արձակուրդ եմ տվել։